Վրամի և Սոնայի հարաբերություններում կարծես մի պահ խաղաղություն է իջնում։ Նրանք միասին անցկացնում են չափազանց ջերմ ու ռոմանտիկ օր, որը վաղուց էր պակասում նրանց խճճված կյանքում։ Վրամը, նայելով կնոջ աչքերին, վերջապես հասկանում է ամենակարևորը. Սոնան անկեղծ է իր հետ։ Նրա հոգում իրական սեր կա, և որ ամենակարևորն է, նա ոչ ոքի մոտ չի բողոքում կամ պատմում իրենց ընտանեկան պատերի ներսում եղած խնդիրների մասին։ Այս գիտակցումը ջերմացնում է Վրամի սիրտը, սակայն ռոմանտիկայի այս փխրուն պատրանքը շատ արագ փշրվում է Սոնայի սառը ու դառը խոսքերից։ Նա իջեցնելով աչքերը ցավով խոստովանում է, որ այս ամենը ժամանակավոր է, և որ վաղ թե ուշ իրանցից մեկը ստիպված է լինելու կայացնել բաժանման ամենածանր որոշումը։ Վրամը սիրուց կուրացած կտրականապես դեմ է գնում այս մտքին, հաստատակամորեն երդվելով, որ ինքը երբեք ոչ մի պարագայում, ոչ մի հանգամանքում չի հրաժարվի իր կնոջից, բայց Սոնայի պատասխանը սառը ցնցողի պես է ազդում նրա վրա։ Նա ասում է, որ այդ դեպքում ինքն անձամբ կհրաժարվի, քանի որ այլևս ոչ մի լույս, ոչ մի ապագա չի տեսնում իրենց համատեղ կյանքում, և բացարձակապես չի հավատում, որ մի օր այս մղձավանջն ավարտվելու է և ամեն բան լավ է լինելու։ Վրամը քարանում է տեղում, ապշած ու կոտրված այս անսպասելի ու դաժան անկեղծությունից։ Այս ծանր խոսակցությունից հետո անմիջապես նրանք վերադառնում են տուն, որտեղ ընտանիքը հավաքվել է ընթրիքի սեղանի շուրջ, սակայն Ադամյանների տանը խաղաղ ընթրիքներ գրեթե չեն լինում։ Լարվածությունը սկսվում է այն պահին, երբ Սաքոն, նկատելով Արմոյի երկարատև բացակայությունը, կասկածամտորեն հետաքրքրվում է, թե որտեղ է նա և ինչու արդեն քանի օր է ընդհանրապես չի երևում։ Իր հարցի պատասխանը ստանալու համար Սաքոն դիմում է Նարեին, հեգնանքով հիշեցնելով, որ ի վերջո Արմոն նրա ապագա ամուսինն է և նա պարտավոր է տեղյակ լինել։ Եվ հենց այստեղ հնչում է Նարեի խոսքը, որը շանթահար է անում բոլորին։ Նա սառնասրտորեն և առանց վարանելու հայտարարում է, որ Արմոն իր համար պարզապես ոչ ոք է, դատարկ տեղ, և որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է պատահել կամ որտեղ է կորել նա։ Այս անսպասելի ըմբոստությունից Վրամի դեմքը վայրկենապես փայլում է, նրա աչքերում հույսի նշույլ է արթնանում, հասկանալով, որ սիրելի քույրը վերջապես խելքի է եկել և հրաժարվել է այդ ստոր մարդու հետ կյանք կապելու և ամուսնանալու հիմար ու ինքնակործանման մտքից։ Բայց Վրամի ուրախությունը կարճ է տևում։ Նարեի այս խոսքերը կատաղեցնում են Սաքոյին։ Նա բռնկվում է վայրի զայրույթով, հարվածում է սեղանին և ահաբեկող տոնով պահանջում բացատրել, թե ինչ իրավունքով և ինչու է Նարեն համարձակվում նման բան ասել, վտանգելով իրենց բոլոր պայմանավորվածությունները։ Իսկ մինչ Ադամյանների տանը կրքերը եռում են, մեկ այլ վայրում կայացվում է ճակատագրական, անդառնալի որոշում։ Հայկը տանը լուռ ու մռայլ հավաքում է իր ճամպրուկը, նրա շարժումները մեխանիկական են, իսկ աչքերում կյանքի ոչ մի նշույլ չկա։ Սենյակ է մտնում Միքոն և տեսնելով եղբոր այս սարսափելի վիճակն ու ճամպրուկը, խուճապահար հարցնում է, թե ուր է նա շտապում մեկնել։ Հայկը փակում է ճամպրուկի շղթան, դանդաղ բարձրացնում է հայացքն ու արտասանում այս խոսքերը, որոնք վերջակետ են դնում այս ողջ պատմությանը։ Նա ասում է, որ հեռանում է, մեկնում է երկրից ընդմիշտ և անվերադարձ։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները զարգանում են գլխապտույտ արագությամբ և այս սերիան խոստանում է լինել ամենալարվածներից մեկը։ Ինչ եք կարծում, արդյոք Հայկն իսկապես կլքի երկիրը, մենակ թողնելով Նարեին, թե վերջին պահին ինչ-որ բան կխանգարի նրա հեռանալուն։ Եվ ինչ կանի Սաքոն, երբ վերջնականապես հասկանա, որ Նարեն հրաժարվում է Արմոյից։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր կսպասենք ձեր վերլուծություններին։